Հայաստանի Հանրապետության իրավապահները բացահայտել են անդրազգային կիբերհանցավոր խումբ, որը զբաղվել է ներդրումային խարդախություններով ու առանձնապես խոշոր չափերով հափշտակություններով։ Քննությամբ պարզվել է, որ կազմակերպված ցանցը գործել է ամիսներ շարունակ, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և հոգեբանական ազդեցության մեխանիզմներ տուժածների վստահությունը շահելու համար։ Խմբի անդամների ծուղակում հայտնված անձանց պատճառվել է ընդհանուր ավելի քան 16 միլիոն դրամ գումարի վնաս։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբերհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում իրականացվում է նախաքննություն անդրազգային հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության և արտերկրի մի խումբ քաղաքացիներ 2023 թվականի դեկտեմբերին համասեր հանցագործության կատարելու նպատակով ստեղծել են և մինչև 2024 թվականի հոկտեմբերի 14 նկատի ժամանակահատվածում ղեկավարել են 3 և ավելի անձանցից բաղկացած հանցավոր կազմակերպություն։ Կազմակերպության անդամները մշակել են ներդրումային խարդախությունների մեխանիզմներ, կիրառել հոգեբանական ազդեցության միջոցներ, արդեն տուժած անձանց նկատմամբ, ինչպես նաև օգտագործել կեղծ կայքեր և սոցիալական ցանցերում տարածվող գովազդներ, նոր զոհեր ներգրավելու և վստահություն ստեղծելու նպատակով։ Նշված հանցավոր կազմակերպության մասնակիցների աշխատանք ղեկավարելու նպատակով ստեղծել են հիերարխիկ կառուցվածք, կատարել են նաև մասնագիտացման համապատասխան դերաբաշխում, ներդրել են իրենց հանցագործությունը կատարելու նպատակով համապատասխան հնարքներ, իր հերթին նաև խարդախություններից տուժած անձանց նկատմամբ ազդեցություն ունենալու հատուկ հնարքներ, իրենց վստահություն ձեռք բերելու նպատակով օգտագործել են նաև համացանցային եղանակով ստեղծված կեղծ էլեկտրոնային կարգեր, ինչպես նաև տեղադրել են բազմաթիվ գովազդներ։ Ըստ տարբեր ժամանակահատվածներում և ժամկետներում հանցավոր կազմակերպությանը ներգրավել նաև այլ անձանց, ձեռք են բերել համապատասխան համակարգիչներ և տեխնիկական միջոցներ, ինչպես նաև անհրաժեշտ ծրագրային ապահովումներ, բացի այդ իրենց աշխատանքային գործունեությունը իրականացնելու նպատակով վարձակալել են տարբեր տարածքներում համապատասխան գրասենյակներ։ Նախաքննությամբ հաստատվել է, որ հանցավոր կազմակերպության գործողությունների հետևանքով ավելի քան 16 միլիոն 94 հազար դրամի վնաս է պատճառվել քաղաքացիներին։ Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից ընդհանուր 16 միլիոն 940 հազար 945 դրամի հափշտակություն։ Հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը հայտնաբերվել է և ձերբակալվել է Երևան քաղաքի առաջին հանրապետության քրեական դատարանի համապատասխան որոշման վերջից նկատմամբ որպես խափան միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամկետով։ Զոն վարորդով արդենից վերջից մասով նախաքննությունը ավարտվել է, որոշում է կայացվել մաս անջատելու մասին և նշված քրեական վարորդը մեղադրական եզրակացությամբ համապատասխան միջնորդությամբ ներկայացվել է գլխավոր դատախազություն այն դատարան հանձնելու նպատակով։ Նշված անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին, այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, իսկ սույն քրեական վարույթի անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։